Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած, մեծ շատ հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսեմ, որ շատերը դրա մեջ են, հիմնականում աղջիկերքը։ Մի հատ ընկեր կար, ինձ շատ են գրում աղջիկերքը կիսվում են եւ այլն այտենց։ Ասում է, ինչ որ մի հատ տղա այդ ընկերությունը արել եւ այլն, ու այդ տղան դոսայքեն վերջում խաբել է, ամուսնացած է եղել, երկու երեխա ունի, շատերի հետ է դες պատահում, այտենց գիտեմ։ Գիտես, ու ինքը այտենց խնդիր ունի, հանձնում է իրան Աստծո դատին, որ ինքը խաբել է եւ այլն, սենց։ Ու նաեւ շատ երիտասարդ աղջիկներ կան, պապաներին է խոսքը սողվում, պապաներ։ Շատ երիտասարդ աղջիկներ կան, որ ունեցել են հարաբերություններ, ու իրականում այդ վախից ելնելով ձեզ չեն ասել, թե հիմա սիրել են, ինչ են արել, աղջիկերքին չեն բանանում իրականում։ Չնայած աղջիկերքի մասին եմ խոսալու այսօր։ Բայց պապաներ մի քիչ բաց եղեք ձեր աղջիկերքի հետ։ Ու գիտեմ ձեզանից շատերն էլ ասել են իմ պատվի հետ խաղաց ոտերդ կջարդեմ, են մյուսն ասել է տանից կհաշապարտեմ դուրս եւ այլն։ Մի քիչ պապա եղեք։ Այդ պատիվը ձեզ եսի ինչ չի տալու։ Մեկը եթե ձեզ հետևից քրվում են, ասենք դա ակնհայտ է։ Ասենք մի էլ խորացեք դրա մեջ, ձեր երեխեքը շատ ավելի թանկ են։ Ու այդ աղջիկեր երեխեքը, ես աղջիկ գիտեմ իրականում տարիներով, 10 տարիներով վախով ապրում է, որ իրականում իր պապան չիմանա դրա մասին։ Հիմա խոսքս ուրիշ բանի մասին է։ Երբ որ այդ աղջիկը ինձ ասում էր, որ ինքը ինձ խաբել է, ինքը չար է, ինքը ինձ է, գիտես, խնդիրը այն է, որ այդ աղջիկան ասեցի, խի դու ճիշտը չգիտեիր, խի դու չարն ու բարին չգիտեիր կամ չգիտեիր, որ մինչև ամուսնանալը իրավունք չունես քնես այդ տղու հետ։ Իրականում գիտես, այս մոմենտ կանգնեց, ասեց, այսինքն իմ սխալն է նա, որ քնել ես, այո աղջիկեր, ձեր սխալն է նա, որ դուք քնում եք տղաների հետ, որովհետև կա օրենք, թե աստվածաշնչում, թե բարոյական, թե չգիտեմ ընտանիքներում հիմնված, որ պետք է ամուսնանաս, նոր հետո ունենաս հարաբերություններ։ Դա շատ կարևոր ընկերներ։ Ես իրականում դա չեմ անում, պրոստը շատ ժամանակ գիտեք, որ դուք սկսում եք դատել, այս տղեն խաբեց, այն տղեն սենց արեց, այն տղեն տղերքը вообще, տես տղերքը իրականում անկեղծ սենց էլի, պատկերացրիր մանավանդ որ այդ առաջինն են լինում այդ աղջիկա ու ամեն դեպքում այդ իր պատվի հետ խաղում են, այդ տղերքին вообще չի կարելի նայել, ասենք հարգելու էլ չի, էլի, չգիտեմ այդ տղերքին, որովհետև Աստվածաշնչում գրած է կույսը փչացնողը, ոնց ասեմ, պիղծը, ասենք չոտկին առակած գրքում չոտկի ձեզ նկարագրում է, որ ձեզանից մի քանիսը տենց եք արել, մտեք այդ առակած գիրքը կարդացեք, ձեզ վերագրվող խոսքեր կա ու դուք ձեզնից զզվեք, ու դուք էլ ձեզ մի էլ ասեք լավ տղերք, ասեք մենք մեր էությամբ Աստծո աչքին զզվելի դեմքեր ենք, այսինքն սենց է կարակ ասեք։ Բայց աղջիկներ, բարին են, որ չքնեք։ Գիտես, այս աղջիկը շատ սիրտը տրակում էր, որ իրականում ինքը քնել էր այդ տղու հետ ու պարզվել էր, որ իրականում մարդը ամուսնացած է, բայց եթե չքներ այդ տղու հետ, ընկերություն աներ, նորմալ շփվեին, ամեն ինչ հասներ ամենավերջին ու պարզվեր, ինքը տես մեղադրանք չեն ունենա։ Համ ինքը իր նկատմամբ, համ այդ տղայի նկատմամբ։ Բայց այս դեպքում մեղադրանք ունի, որ այդ տղան իրան խաբել է։ Այդ տղու մասի չեմ էլ ուզում խոսեմ, որ այդպես տղերքը ոնց որ вообще ասենք դժվար է իրանց տղա կարելի է կոչել, իրականում կարակ իրանց սվաբոդնի կանայք ասեք, ավելի իրականում սազական կլինի։ Աղջիկներ, բարին է նա, որ չքնեք։ Ու դաժե եթե քնում եք, խիզախություն ունեցեք, գնացեք ձեր ծնողի կամ ձեր մոր, հորել չէ, մոր մոտ, ասեք գիտեք, սենց չար բան եմ արել եմ, թե հիմա սիրելուց ելնելով, թե հիմա ցանկությունից ելնելով, թե անգիտակցությունից ելնելով արել եմ, հաստատ համոզված եմ, որ ձեր ծնողները, մանավանդ ձեր մամաները կհասկանան, վայ են մամաներին, որ չհասկանան, ուրեմն ձեր մեջ մամա ինստինկտ չկա, դուք չար մամաներ եք, ուղիղ ձեզ ասում եմ, շատ չար մամաներ եք, ինչ էլ որ անի երեխեն, չպետք է իրան դուրս հանեք իրականում, որովհետև մենք վերցնում ենք օրինակը Աստծուց ու Աստվածը տենց չի անում ընկերներ։ Եթե մենք մեզ կոչում ենք քրիստոնյա, նաև պետք է շարժվենք այն օրենքներով, որ Քրիստոսն է թելադրում։ Այլատես կարակ սվաբոդնի ասեք, որ դուք հեթանոսներն եք ու ընդհանրապես Աստծո խոսքը չեք ընդունում։ Մի էլ մտեք այդ եկեղեցիները։ Եկեղեցիներ մտնելը ձեզ չի արդարացնում, ուղիղ ձեզ ճշմարտությունով ասում եմ, չկա դες ճշմարտություն, որ դու երախուն դուրս հանածելնես իր այդպես մեծ սխալի համար, ու դու գնաց եկեղեցի ասես մոմ եմ բաղել, զզվելի է այդ քո մոմը, իրականում sense ուղի Աստծո բերանից եմ ասում, ձեր մոմը զզվելի է Աստծո առաջին, չգիտեմ, դաժե ձեր ներողություններն է զզվելի Աստծո առաջին։ Դրա համար ընկերներ, ձեր երեխեքին պահեք, պաշտպանեք, ով էլ ուզում են որ լինեն, ձերն են, ձեր արունից են, հնարավոր է սխալված լինեն, հնարավոր է անկած լինեն։ Ես իրականում հիմա այդտեղ մեղադրականով չեմ մտնում, просто այդ աղջիկը որ ասում էր ես բարին ու չարն եմ ուզում գտնեմ, լավ ու վատը, բարին է նա որ իրականում չպարկես այդ տեղաշոր, դա շատ բարի է, ուղիղ ձեզ ասում եմ, հա։ Ու ընկերներ, աղջիկներին է հիմնականում, աղբեր մի հավատացեք այդ տղերքին, շատ են խաբում այ ընկերներ, շատ են խաբում իրականում, այդ ես միշտ ասել եմ տղու մոտ այդ ցանկությունը որ առաջանում է, իրականում ուղիղ անջատվում ընկերներ, դրա համար բնաբարությունները տեղ ունենում, ես նայում ես, եթե մարդը դատվում է, ինչի համար 2 րոպեանոց հաճույք 2, դաժե մի րոպեանոց հաճույքի համար մարդը պատրաստ է դատվի, որովհետև բռնվում են ընկերներ, աղջիկեր, մի հավատացեք, այտենց դեպքերում միշտ զգուշ եղեք ու շատ իրել եք, Աստված կա, գնացեք Աստծո մոտ, ասեք եսի արդար է, սուրբ է, պսակված չի, Աստված հաստատ նշաններով ու իշմաններով ձեզ կցույց տա, թե ամուսնացած է թե չէ։
Այսօր սրանով էզում կիսվե ընկերներ։ Աղջիկերք բարի աճ քնելը միջև ամուսնությունը։ Եթե քնում եք, գնացեք ձեր մորը, եթե ոչ հորը, կիսվեք։ Իրականում կարող է ջղայնանա, կարող է մի հատ ապտակի, կարող է մի հատ էլ, չգիտեմ, թքի ձեր վրա, բայց ձեր հերն ու մերն են։ Իրականում մենակ ձեզ ունեն իրանք։ Ես որպես երեխա ունեցող ձեզ հստակ ասում եմ, իմ երեխան չգիտեմ ինչ պետք է անի, որ ես հանեմ դոս։ Այդպես չարեք չկա այս աշխարհի վրա։ Գիտես ես շատ չար բաներ եմ արել իմաստված ու նաև իմ տունն էլ ինչ չեն հանել դոս։ Պահել են։ Ու ես այդ օրինակով տեսել եմ, այդ իրական սեր է։ Դրա համար սրանով էզում կիսվե ընկերներ, հորդում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։